հայկական քաղաքական համայնքը հավաքվել է, հարցեր են քննարկվելու, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է ցույց տանք այն խնդիրները, որ կան, եւ մենք պետք է ցույց տանք, թե մենք ինչ ենք ակնկալում մեր Հայաստանը որպես պետություն, ինչ պետք է ակնկալի այս գագաթնաժողովից։ Եվ ես օրինակ 3 հստակ ցույց էի տվել, որ եթե մենք կոնկրետ արդյունքներ չունենանք այս գագաթնաժողովից, ապա դա ընդհանրապես կդառնա որպես գեղեցիկ, թանկ, բայց մեզ համար անիմաստ անցկացված միջոցառում։ Դրա համար հիմա մենք արդեն գնանք եւ այն խնդիրները, որ իրականում կան, ու իրականում այս իշխանությունը հիմա իբր ցուցադրում է, որ կապ ունի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ, իրականում ոչ մի առնչություն չունի թե մարդու իրավունքների, թե ժողովրդավարության հետ։ Սկսած նրանից, որ կա կամայական կառավարում, երբ մարդուն աշխատանքից ուղղակի ազատում են, որովհետև կառավարության ղեկավարը ասում է, ես այդպես եմ ուզում, վերջացած նրանով, որ ամեն ինչ անում են, որ մարդիկ մոռացվեն ուղղակի իրանց հարցերով, ոչ թե որ խնդիրները լուծեն մարդկանց, այլ որ մարդիկ մոռացվեն, որովհետև այդ մարդիկ բարձրացնում են նրանց համար անհարմար հարցեր։ Նկատի ունեմ օրինակ հենց մեր արցախցիներին, արցախցիների հարցերը, սոցիալական հարցերը, վերադարձի հարցերը, նրանք նույն սկզբունքով է վերաբերմունքը։ Մենք բարձրացնում ենք Փաշինյանը ասում է, մենք սադրում ենք, որպեսզի ադրբեջանցիները իրենց այսպես կոչված քաղաքականների վերադարձի հարցը բարձրացնեն։ Վերադարձի հարցը ոչ Փաշինյանն է իր տնից բերել, ոչ էլ Փաշինյանը կարող է այստեղ որևէ բան անել, որովհետև դա միջազգայինորեն ամրագրված իրավունք է։ Դա միջազգայինորեն երաշխավորված է հենց Հայաստանի ու արցախցիների պարագայում։ Եվ դա միջազգային ամրագրում է ստացել հենց այս կառավարության դիմումի հիման վրա։ Շատ ծիծաղելի է ու շատ անլուրջ է աշխարհին պետությունը ներկայանում, երբ մի քայլ է անում, ինքը դիմում է, որպեսզի վերադարձի հարցը քննարկվի, հետո անմիջապես հրաժարվում է, որտեղ ներքաղաքական առումով իրեն հարմար չի դա։ Վերադարձի իրավունքը ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի ակտով 2023 թվականի նոյեմբերի 17-ին։ 2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն է դա ամրագրել։ 40-ից ավելի պետություններ, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ կոչ են արել, որ ապահովի անվտանգության իրավունքը, վերադարձի իրավունքը։ Վերադարձի իրավունքը որևէ մեկը չի կարող, հենց այնպես չի առաջ եկել։ Մենք գործ ունենք կոնկրետ մարդկային ճակատագրերի հետ, արցախցի մեր հայրենակիցները 100,000-ից ավելի մարդ, սա ուղղակի հենց այնպես վիճակագրություն չէ։ Սա կոնկրետ մարդկային ճակատագրեր են, կոնկրետ հարցեր են, խնդիրներ, որ պետք է լուծումներ ստանան։ Քանթարյան, օրինակ Բաքվում Արցախի ռազմական քաղաքական պետական եւ նիստերների հարցումի ռոտացիա վարչությունները ինչ կարող են անել, ինչ մեխանիզմներ ունեն, որոնք կարող են գործադրել նրանց հայ։ Պետք է ճնշում լինի միանշանակ ադրբեջանական իշխանության վրա։ Անպայման պետք է ճնշում լինի, պետք է ոչ միայն մեր գերիների եւ պատանդերի հետ կապված, որոնք ապօրինի պահվում են Բաքվի բանկերում, ոչ միայն պետք է ճնշում լինի ուղիղ, որ նրանք ազատ արձակվեն, այլ պետք է ճնշում լինի, որպեսզի վերադարձի իրավունքը նաեւ առաջ բերվի եւ դառնա միջազգային օրակարգ։ Պետք է ճնշում լինի, որպեսզի Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցը լուծվի։ Պետք է նաեւ շատ կարեւոր է նաեւ, գիտեք, այս ամենը կարեւոր է նաեւ հենց մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից։ Մարդու իրավունքների ու ժողովրդավարությունը չեն հանդուրժում, որ մոռանաս հարցերը, որ անտեսես եւ այլն։ Դրա համար մենք այս հարցերը նույնպես կարևոր ենք համարում բարձրացնել։ Իսկ եվրոպացի առաջնորդների վրա պետք է ճնշում գործադրվի, եթե օրինակ Հայաստանի իշխանությունների կողմից պետական մակարդակով պետք է գա օրակարգ, դրա համար Հայաստանը պետք է ունենա այնպիսի իշխանություն, որ այս հարցերը բերի միջազգային օրակարգ, օրինակ բարձ բանակցությունները, քննարկումները առհասարակ կարող են տեղի ունենալ, եթե նման հարցեր կան օրակարգում, որովհետև սրանք Հայաստանի ազգային շահերից, մեր պետականության շահերից բխող կոնկրետ հարցեր են եւ եթե դու դրանք չես բերում բանակցային օրակարգ, եթե այս հարցերը միջազգային օրակարգի մաս չեն դառնում, ապա դրանք աստիճանաբար մոռացում են եւ սա ձեռնտու է միայն Ադրբեջանի։ Գիտեք, այսա շատ լավ հարց եք տալիս։ Հենց տեսեք մեր ընտրությունները ինչ են վերածում, ես ասել եմ դրա մասին։ Ադրբեջանը ունի իր մարդը, որը իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանն է, այստեղ մենք ունենք կոնսենսուս միանշանակ։ Եվրոպան ունի, տեսեք, նախընտրությունները տարբեր հայտարարություններ են անում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը նույնպես
ու հայտարարում է, որ ունի իր նախընտրած ուժերը։ Հիմա հարցը հետեւյալն է, ինչ ենք մենք ուզում։ Մենք, որ այսքան հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովուրդ ենք, կարող է թույլ տանք, որ ուրիշները մեր տեղը որոշեն, այ դրա համար էլ որ ուրիշները կռիվ են անում, հիմա ստացվում է, մրցում են իրար հետ, թե ով է ում մարդը պետք է անցնի Հայաստանում իշխանության։ Մեզ պետք է որ լինի Հայաստանի մարդը, Հայաստանի տեխնատուն, Հայաստանի շահերը ապահովող իշխանություն, որ ղեկավարվում է բացառապես Հայաստանի շահերով։ Սա է հարցը, որ մենք չպետք է դարձնեն մեզ ժողովուրդ, որ նայում է թե արտաքին ուժերից ով ում է աջակցում, նրան էլ ընտրեն։ Մեզ պետք է մենք ինքներս որոշենք։ Դրա համար է սա ամեն անգամ այսպես ներարկում եմ նաև մեր ժողովրդի մեջ, որ ամեն ինչ որոշված է, որ մեկը անիմաստ է, որ այս արտաքին ուժը սրան է աջակցում, այն արտաքին ուժը նրան է, բերեք Ռուսաստանը սրան է աջակցում, այս մեկն է հաղթելու։ Չգիտեմ, Ադրբեջանը սրան է Նիկոլ Փաշինյանին է աջակցում, Նիկոլ Փաշինյանն է հաղթելու։ Այդպես չէ, որոշողը մենք ենք, մեր ժողովուրդը։ Այս է, որ այս արտաքին ուժերի, այս Նիկոլ Փաշինյանի ստեղծած այս վանդակից պետք է մենք դուրս գանք եւ մեր ժողովուրդը ինքը որոշի, ինքը տա այս հարցի պատասխանը։